Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանն է։ Բարև ձեզ, տիկին Արև։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է։ Ինձ նույնպես վստահ եմ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու միասին։ Կփորձենք։ Տիկին Արև, դուք ծնվել եք դերասանների ընտանիքում եւ եթե վերադառնանք մանկություն, ես հետևելով ձեր հարցազրույցներին հասկացա, որ գիտակից տարիքից դուք հասկացել եք, որ դուք պետք է դառնաք դերասանուհի եւ կարծես թե այն ձեր արյան մեջ է, այդ մասնագիտությունը ձեր արյան մեջ է։ Ուզում եմ հետ վերադառնանք եւ առաջին քայլերը անելուց արդյոք պարտավորեցնող չէր, որովհետեւ դուք մեծ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական դերասան Պարույր Սանթրոսյանի աղջիկն եք։ Այո։ Ասեմ, ուրեմն այսպես, ես ծնվել եմ 1952 թվականին, բավական արդեն տարիքս առած անձնավորություն եմ։ Ծնվել եմ ծառայողի ընտանիքում, հայ բեմի նվիրյալի, հայ բեմի երախտավորի, պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից մեկի ընտանիքում, Պարույր Սանթրոսյանի, մի մարդ, որը իսկապես հիմքը դրեց մեր այս բոլոր, այսպես ասած, սերնդեսերունդ փոխվելու, գեները շարունակվելու հարցում, եւ մենք, այսպես ասեմ, գիտեք ինչ, այնպես ստացվեց, որ բոլորովին չենք պատկերացրել էլ ուրիշ մասնագիտություն։ Ես դպրոցում շատ ակտիվ էի, ակտիվիստների դպրոցի, բոլոր տեսակի միջոցառումներին մասնակցում էի, լավ երգում էի, շատ լավ ասմունքում էի, եւ արդեն բոլորն էին ասում, ոչ թե ես, բոլորն ասում էին, դե Արևիկը դերասանուհի կդառնա, եւ այդպես էլ եղավ։ Դե մեր տունն էլ արդեն դերասանի տուն, դերասանի ընտանիք, ամբողջ ժամանակ խոսակցությունը գնում էր թատրոնի մասին, արվեստի մասին, հորս շատ հարգում էին թատրոնի դերասանները եւ բոլոր առիթներով մեր տանը խնջույք էր, մեր տանը հյուրեր էին, որոնք գալիս էին եւ ես բացի դրանցից ուրիշ ոչինչ չեմ տեսել։ Մանկությունս անցել է այդպես ուրախ, զվարթ, հայրս վերին աստիճանի հումորով, վերին աստիճանի բարի անձնավորություն էր։ Եվ երբ որ արդեն եղբայրս Արմենը ինքը շատ լավ սովորող էր դպրոցում եւ մտածում էր, որ պետք է բժշկական ինստիտուտ տա եւ երբ որ, չգիտեմ, շատ պատահական թատրոն դպրոց եկավ Վրեժ Հակոբյանը, դերասան լուսահոգի, եւ թատերական խումբ բացեց, որտեղ Արմենին դեր տվեց եւ այս եղավ, ասենք թե առիթը, որ Արմենը փոխվեց եւ որոշեց, որ պետք է դերասան դառնա։ Այ մամաս, չէ, իմ տղան բժիշկ պետքա դառնար եւ այլն, չէ, ու այսպես Արմենից սկսվեց։ Արմենի հարցում բոլորը շատ զարմացան, բայց իմ հարցում գիտեին, որ Արևիկը պետք է դերասանուհի դառնա։ Իսկ հայրիկը ինչպես արձագանքեց ձեր որոշմանը։ Հայրիկս նախ եւ առաջ այն դերասաններից էր, այն արվեստագետներից էր, որ միշտ էլ ասում էր, որ պետքա դերասան, երեխան պետք է դերասան դառնա։ Երբեք դեմ չի եղել, երբեք չի ասել, չէ, ուղի ճանապարհը դժվար է, բարդ է եւ այլն, չէ։ Շատ լավ ընդունեց։ Եվ Փառք Աստծո, ավարտեցի դպրոցը, Շահումյանի անվան դպրոցն եմ ավարտել, տվեցի ինստիտուտ եւ ասենք ուրախություն ինձ, կուրսը հավաքում էր Զավեն Տատիցյանը, իմ կուրս ղեկավարն էր, որը մի հրաշալի մանկավարժ էր, հրաշալի ոչ միայն մանկավարժ, լավ ռեժիսոր, աշխատասեր եւ այլն, եւ մենք այդպես սկսեցի ես իմ դերասանական կարիերան, սովորեցի ուրեմն ինստիտուտի 4 տարիները, դե այն ժամանակ շատ խիստ էր, նախ այն ժամանակ այդ սերիալներ եւ այլն չկար եւ հետո Զավեն Տիգրանյանը շատ խիստ էր եւ ասում էր ոչ թողում էր ամուսնանայինք, ոչ թողում էր ինչ որ տեղ զբաղվեինք։ Կավարտեք, կդառնաք, խնդրեմ գնացեք ու ավարտեցինք։ Ճիշտն ասած, դպրոց ինստիտուտս ավարտելուց հետո ուրեմն մի 3-4 տարի դրամատիկ թատրոն գնացի, այդպես ստացվեց ուղղակի գնացի,
Բայց հետո չէ, ես տեսա, որ իմ պատանի հանդիսատեսի թատրոնն է եւ արդեն 45 տարի ես այնտեղ եմ աշխատում։ Իմ թատրոնն է, իմ հարազատ թատրոնն է, ամեն մի անկյունը, ամեն մի քարեն, աստիճանների վրայի, նույնիսկ այն կողքի ջարդվածքը, բանը, այդ բոլորը իմ հուշերն են, բոլորը իմ մանկությունն է եւ իմ թատրոնն է, շատ եմ սիրում իմ թատրոնը։ Տիկին Արև, ես հիշում եմ, դուք պատմել եք մեկ անգամ, որ կարծես թե ճակատագրական է եղել ձեր բեմ բարձրանալը, դուք որպես հուշարար էիք ի սկզբանե աշխատում։ Այո, շատ հետաքրքիր էր այդ օրը։ Դե հուշարար էի, ջահել աղջիկ, բոլոր պիեսները անգիր գիտեի, ծայրից ծայր։ Ու այնպես եղավ, որ այդ դերակատարները Մոսկվայից գային, ուշացում տվեց եւ այլն չեկավ, ներկայացումը բանա դրված է, հանդիսատեսը լցված է, ընդ որում երեկոյան, այն ժամանակ շատ քիչ էր երեկոյան ներկայացումներում, գիքոր ներկայացումներ, շատ լավ հիշում եմ, այրիկս տրադիցիոն բազազարտերն էր, չնայած որ ինքը աշխարհի ամենաբարի մարդն էր։ Եվ ասին ով Զանդիգրանից ասեց Պարիվանչ Արևիկին գիտես անգիր, ասում եմ գիտեմ, բայց ես գնա մտի, գնացի մտա, իսկապես էլի այն թափը, որ մտա, այդ ճիշտ են ասում, այդ բեմի վերջին հաշվով կախարդական ուժներ, մտա թե չէ ու սկսեցի խաղալ, դե գիտեի, աման ես ինձ սիրուն թշերն ունիս, գետ աղվա գիքորին էի ասում, Պարիվանիչն էլ պապաս էլ ասեց նստած, դուրս եկա բոլորը եկան, գրկեցին, շնորհավորեցին, ասեցին դու չէ, բայց հայրդ լավ հուզվել է։ Այ, նկատելի է։ Գիտեք, իմ հայրիկը ճիշտ է բոլորիս էր, բայց ինձ մի տեսակ ուրիշ ձևով էր սիրում։ Դրա համար դողում էր էլի, որպեսզի ամեն ինչ ինձ համար լավ լինի, որ ես լավ լինեմ, հաջող լինեմ, միշտ իր հետ խորհրդակցում էի, երբ որ իմ դիպլոմային ներկայացումների դերակատարումների ժամանակ էլ զրուցում էի, փորձում էի իր հետ, ինքը ինձ ճիշտ ուղու վրա էր կանգնացնում, շատ լավ էր, դուստր եւ հայր հարաբերությունները մեր շատ լավ էր, դրա համար հայրիկիս մահից հետո մի տեսակ շատ կոտրվեցի ես շատ, մինչև կարողացա վերականգնվել, բավական ժամանակ էր պահանջվում։ Ոչ միայն դուք կորուստ ունեցաք, այլ նաև մեր մշակույթի մեծ կորուստ ունեցաք։ Որովհետև պատանի հանդիսատեսի հիմնադիրներից եւ խաղում էր եւ այն ժամանակ պատանի հանդիսատեսը այնպիսի մի խաղացանկ ուներ, որ ամբողջ դասականներ, թե ռուս դասականներ, թե հայ դասականներ, այնպիսի դերեր իմ հայրը խաղացել, որ հիմա սկի չեն էլ բեմադրում էլ, Աստրովսկիա խաղացել, ընդեղ ինչ ասեք, մի խոսքով, հայ դասականներից էլ էր խաղացել շատ լավ, այսպես, բավական հարուստ ռեպերտուարի, ուրեմն ինքը մասնակից էր և տենց շատ երիտասարդեր մահացավ, այն ժամանակ չկար այս սրտային բաները, չգիտեմ, զոնդավորել և այլն, մահացավ հայրիկս, 63 տարեկանում մահացավ սրտից։ Ցավոք։ Շատ լավ, տխուր բաներից չխոսենք։ Տիկին Արև, դուք տեսել եք թատերական ոլորտի, այսպես ասեմ, բարձր նշաձող, դուք ապրել եք այդ ամենի մեջ եւ այսօր, եթե խոսենք ներկայիս թատրոնի կամ ներկայիս սերիալների եւ առհասարակ ներկայիս դերասանների մասին, դուք մշտապես ասում եք, որ դերասանությունը հեշտ բան չէ։ Այո, միշտ եմ ասում։ Այո, եւ եթե խոսենք, թե այսօր ինչ է կատարվում, հետաքրքիր է ինձ ձեր կարծիքը, որովհետեւ դուք տեսել եք եւ նա, եւ տեսնում եք եւ սա։ Դե այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ իսկապես դերասանությունը դժվար էր, իսկապես մի դեր ստանալը ոչ թե բաներ չէր, սա ռեժիսորը սա սիրելին է, սա դեր կստանա, չէ, գնահատվում էր, եթե գտնում էին, որ դու պետք է խաղաս, տալիս էին, դերեր ստանալն էլ շատ դժվար էր այն ժամանակ, մենք ինստիտուտը ավարտել ենք, գնացել ենք մի 2 տարի, մասսայական տեսարաններում ենք մասնակցել եւ մեծ հաճույքով։ Հիմա ուրիշ է, հիմա այս երիտասարդները շատ մեծամիտ են, հիմա շատ ինքնավստահ են։ Ես սիրում եմ երիտասարդներին, ես ինքս էլ թատերական խումբ եմ պահում արդեն 30 տարուց ավելի է, բայց մի տեսակ իրենց մեջի այդ ինքնավստահությունը շատ կներեք մի քիչ երևի այն լոպազությունը, որ դուրս չի գալիս, էլի։
Այն համեստությունը չկա, այն վախը չկա, այն պատասխան։ Մենք խաղում ենք ներկայացումից առաջ ուրեմն ես, Արմենը Սանթրոսյան, ինձ հետ իմ տարեկիցները, չէ, բախվենալով հուզված գնում են, գալիս են, պիտի խաղանք, համիկում ջուր ենք խմում, վայ չշփոթենք, վայ բան, ոչ թե մեծացել ենք դրա համար, չէ, պարզապես մենք զգում ենք, որ պատասխանատու եք։ Բայց հիմա կարող ենք տեսնել բուֆետում նստած են մեր սիրելի ջահելներ, այս անտեր հեռախոսներն էլ ձեռքներին, եւ չեն ուզում, ասում եք, այ մարդ տեսա ներկայացում եք խաղալ, լավ, այդ մի քիչ, այդ ոչ պրոֆեսիոնալ է դա, այդ մոտեցումը, շատ բանա, մատների արանքով նայել, այդ էլ նրանից է, որ մի անգամից լավ դերեր են ստանում, մի անգամից իրենց նույնիսկ դերով են հրավիրում, երևի թե դրանից է, էլի, Եվ կարծես թե այսօր փրկում են մեր երիտասարդ դերասաններին հենց այդ սերիալները, ճակերտավոր ասեմ, փրկում են։ Այդ իմաստով իմիջալոց ես ասեմ քեզ, այդ սերիալներից շատ անընդհատ փնովում են, անընդհատ խոսում են, բան են անում, բայց սերիալները շատ օգնեց մեր դերասաններին։ Ես մի քիչ երևի շեղվում եմ թեմայից, բայց թեկուզ նյութական իմաստով, հա։ Եվ ես շատ ուրախանում եմ, որ հիմա տեսնում եմ, որ այո, մեր դերասանները լավ են ապրում, մեքենաներ ունեն, կարողացան բոլորը բնակարաններ առնել, հիմա սերիալի ռեժիսորներն ու մեր բաները կասեն, տես ոնց է, բայց դա լավ է, այդ իմաստով լավ է, հետո եթե այդ դերերին են մոտենում ճիշտ, մոտենում մտածելով, մոտենում, մի ժամանակ մի քիչ շատ էին բանանում, փոքրիկ դերերի համար կանչում էին, ասեք թե, այնպես պատահական մարդկանց եւ այլն, որակներ փչանում, հիմա չէ, հիմա դեք ես բարձրաձայն կարող եմ ասել, քանի որ դրա մեջ եմ, փոքրիկ էպիզոդների համար են դերասան կանչում, լավ դերերի համար են միշտ կաստինգ են անցկացնում, լավ վերցնում են մի քիչ շնորհալի, մի քիչ եմ ասում, որտեղ այդ շնորհալի չէ։ Մտածելի ընդունակություն չունեն, հասկանում եք, մտածելու։ Իսկ ձեզ համար դժվար չէ նկարահանման հրապարակում նույն տաղավարում լինել ոչ պրոֆեսիոնալ դերասանի հետ կամ առհասարակ դերասանի մասնագիտություն չունեցող Հա, չէ, դժվար չի ճիշտն ասած, ես աշխատում եմ ընդհակառակ, իմ բարի խորհուրդներով, իմ իրենց ճիշտ ուղու վրա կանգնացնելով օգնել, չէ, վատ չէ, ընդհակառակ, իրենք էլ փառք ու պատիվ իրենց շատ հարգանքով, շատ պատվով, շատ բանով են ինձ մոտենում, միշտ երբ որ ես այնտեղ եմ, ինչ որ մի քիչ ձգվածություն կա, պատասխանատվություն կա, շատ ուշադիր են, դրանից ես շոյվում եմ իհարկե, ես էլ ինչքան որ կարող եմ, միշտ ասում եմ արի ասեմ, մի քիչ ռեակցիաներդ ճիշտ տուր, վերջին հաշվով կյանք է, սա որ մանավանդ կյանքից վերցրած է, շատ եմ օգնում, շատ եմ զրուցում ես այդ երիտասարդ դերասանների հետ, բայց այնպես եմ անում, որ տակտով ասեմ, կոպիտ չասեմ, դες ինչ ես անում, այ աղջի բանը սենց չէ էլի, փորձում եմ, որ իրենք էլ իրենց վատ չզգան, չէ, վատ չեմ զգում, ընդհակառակ, միշտ օգնում եմ և լավ եմ զգում այդ, ասել իմ տաթևիկը, դու շոու բիզնեսից ես։ Տիկին Արև, խոսեցիք տաթևիկի մասին, ես էլ ուզում եմ նաև Շուշանին էլ միացնել և նշել, որ ձեր աղջիկները ևս ընտրեցին այն մասնագիտությունը, որը սերնդեսերունդ փոխանցվեց։ Այո, շատ ի ուրախություն ինձ, ճիշտն ասած, ամենասկզբում Շուշանիկը պարապում էր թատերագիտականի համար, բայց ես զգում էի, որ իր մեջ ինչ-որ դերասանական ջիղ ունի, որովհետև դեռ փոքր ժամանակ էր ինքը ներկա բաներ, ընդ որում մենակ, ինչ-որ խաղալիքները դնում էր, բեմադրություններ անում, ու սկսում էր դեր խաղալ, ուշադրություն, ներկայացումը քսվում է, ու սկսում էր իսկապես մի հատ ներկայացում ցուցադրել մեզ էլ նստացնում էր հարևաններին, բաներին եւ այլն, ուներ իր մեջ այդ ջիղը, եւ փայլուն ասեց մաման վերջին հաշվով ուզում եմ դերասանական տամ, հենց այդ տարի Զավեն Տատինցյանն էր վախտը բերեց, ասեցի Զավեն Տիգրանիչը
չգիտեմ, մի քիչ ինքը շատ խիստ է, շատ պահանջկոտ է եւ շատ գնահատող է, իմացի, եթե լավն ես կընդունվես, եթե չընդունվեց, ուրեմն իմացի, որ թողում ես, չես ուզում։ Չէ, ինքը շատ լավ ընդունվեց։ Տատինցյանը միշտ ասում էր ես Շուշանիկին, դե որ մի քիչ է Շուշանը փոքր էր, ինքը այն ժամանակվանից միշտ եղել է, չէ՞, ուզում տրավիստի այսպիսի հասկացողություն, որ կանայք խաղում էին տղաների դերեր։ Երբ Շուշանիկին էլ հենց այդ բանով վերցրեց պարտադիր Զավեն Տիգրանիչը, որ ասեց իմ տրավիստին կլինի ինքը։ Նու խաղաց Շուշանը, շատ տղաների դերեր խաղաց, շատ լավ խաղաց, նաև Ջոնիի դերը խաղաց իմ սիրտը լեռներում է դրամատիկ թատրոնում։ Հենց այդ դերը խաղալու ժամանակ թատրոնում Բրազիլիայի գանձներիչներ եկել էր Լևոն Թուխիկյանը, նայել էր, ասել էր ով է այս աղջիկա, տղա է ով, ասել ոնց թե դա աղջիկա Շուշան Ղազարյանն է։ Եվ ուրեմն իրան վերցրեց Ջոնիի դերակատարման համար։ Նու շատ լավ խաղընկերներ ուներ, ինքը միշտ հպարտանում է, ես ասում եմ, հենց աստղերի հետ եմ խաղացել, Լևոն Թուխիկյան, Վլադիմիր Մսրյան, Հայկուհու հետ խաղաց, Ժասմենա Մսրյան, Կարպիսը իր խաղընկերներն էին, որ հիմա ինքը միշտ հպարտությամբ է ասում։ Այսպես Տիկին Արև, ես նկատել եմ, որ աղջիկների դեպքում ի սկզբանե իրենց հայրը դեմ է եղել մասնագիտության հարցում, ասել է, որ ոչ մի դեպքում դերասանուհիներ չպետք է դառնան։ Հետաքրքիր է, Տիկին Արևը կարողացավ համոզել։ Համոզեցինք, կարողացանք։ Մի քիչ ուրիշ է այդ հարցը։ Այո, հենց սկզբնական շրջանում ասում էր հանգարց իմ աղջիկների մտքով չանցնի դու դերասանուհի ես, միտոմ ինչ էի անում, ես դերասանուհի էի, ընտանիքիս նվիրված, շատ լավ տնտեսուհի, շատ ֆանատ մայր, եւ մի խոսքով էլի միգուցե այն ժամանակահատվածում մենթալիտետը մի փոքր այլ էր, դա էր պատճառը։ Երևի։ Բայց այնպես ուրիշ հարցեր առաջ եկան, դե չեմ ուզում արդեն խորանամ այդ հարցերի մեջ, այնպես ստացվեց, որ իմ աղջիկները գնացին, երկուսն էլ շատ փայլուն տվեցին ինստիտուտում քննություններ, փայլուն եմ ասում, եւ ընդունվեցին իրենց ուժերով, որովհետեւ այն ժամանակ, որ հատկապես այդ ժամանակ, իրանց ժամանակ, իսկ մի ծանոթներ էլ չկային, որ ասենք, թե ահա մայրը գնաց, բարեխոսեց եւ այլն, չէ, այդպես չի եղել։ Իրենց ուժերով ընդունվել են, որի համար ես շատ ուրախ եմ եւ արդեն բավական երկար տարիներ է թատրոնում են, կայացել են եւ դեռ կայանում են։ Տիկին Արև, դուք մենակ եք մեծացրել աղջիկներին եւ բավականին մեծ դժվարությունների միջով եք անցել։ Դուք այդ ամենի մասին խոսելիս պատվով եք խոսում եւ մեծ հպարտությամբ, որովհետեւ այն ժամանակ ավելի բարդ էր։ Մենակ եւ լավ մեծացնել աղջիկների եւ հասցնել այն կետին, ինչին որ դուք հասցրել եք։ Այո, ճիշտ եք ասում, որովհետեւ շատ եմ տանջվել, բայց գիտեք, մենք հումորով մարդիկ էինք, այդ հումորը մեզ շատ օգնում էր բոլորս։ Նույն այնպես ա եղել, որ տուն չունենք, 20-22 տարի վարձով ենք ապրել, հետո վերջապես արդեն տուն ունեցանք, դե այն ժամանակները պատկերացրեք, աշխատավարձ չկար առանձնապես, այդ մթությունը մի կողմից, այդ ժամանակվա ձմեռներն էլ խայտառակ ցուրտ էին, էլի։ Այդպես, բայց իսկապես ես երբեք չեմ տրտնջացել, երբեք լավ ամեն ինչի գնացել եմ, ամեն ինչի։ Միայն որ իմ երեխաները փառքով սովորեն, բաց չզգան իրանց 3-ից 1-ից չասեն էլի այդ 3-ից իրանք պակաս են, չէ։ Միշտ աշխատել ենք տենց, իրենք էլ խելացի երեխեք էին, էլի, որևէ մի անշնորհք բան, որևէ մի, ասենք, մի պարտադրանք, որ էս ինչա, ինչի պետք է սենց լինի, չէ։ Իսկ արդեն անցա մի քիչ ժամանակ, երբ որ սկսեցին աշխատել, երբ որ սկսեցին թոշակ, այն ժամանակ թոշակ էին ստանում բան, իրանք իրենց հարցերը սկսեցին լուծել, մի բան էլ ինձ սկսեցին օգնել, բայց ասեմ 22 տարի բարձով ապրելուց հետո, վերջապես 2015 թվին, էլի շնորհիվ իմ տաթևիկի, մենք տուն ունեցանք։ Ես պատկերացնում եմ ոգևորությունը, ինչ զգացողություն ունեցաք
այդ ժամանակ, քանի որ շատ տղաներ չեն կարողանում իրենց տունը ստեղծել։ Եվ ծնողի համար այն էլ միայնակ մեծացրած, դստերը միայնակ մեծացրած ծնողի համար կարծում դա մեծ դժվար է, չէ, նախ արդեն Տաթևիկը որոշել էր, Տաթևիկը գնացել մտել էր այդ գործերի մեջ եւ այլն քաղաքապետարանն էր անում, ինչ որ այդպեսի ծրագիր կար, Սերժ Սարգսյանի ծրագրերից էր բավական լավ, շատ, բոլոր դեպքերում երիտասարդության մեծ մասը տանտեր դառան այդ ծրագրում, Եվ ուրեմն այնպես ստացվեց, որ շատ էի ես հուզվել, մինչև հիմա էլ հիշում եմ, զանգեց ասեց, մամա, գիտես ասեց, մենք որ գրանցում չունենք, փաստացի գրանցումով ենք ինչ որտեղ, ինձ այդ բանի մեջ ցուցակում չընդունեցին, բայց ինձ հուզվեցին, ինձ վատ եղա, բավոնց, Տաթևիկս դե դրան բանում էր աշխատում համազգային թատրոնում, Գայանե ծոց Գայուշ է իրան ծոց Գայուսը, խմբի վարիչը Անդրասյանը, ասեց, վայ, Տաթև ջան, ու իրան գրանցեց իրենց տամրա, ես միշտ այն անգամ էր, որ եկել էր գրկեցի, ասում եմ, Գայուշ ջան, դու գիտես, ես երբեք չեմ մոռանում քո լավությունը, ու հաստատվեց, ու հերթով կամաց, սպասելով, տանտեր դարձանք։ Ինչ զգացողություններ էր, երբ առաջին անգամ մտաք այն տուն, որը գնել էր ձեզ համար ծրագիր։ Գիտեք, նախ Տաթևիկը այսպես ասեց, որ ոչ մի բան հին տնից չենք տանում։ Այնպես ասեց, մամա ջան, ես ինձ պետք է անեմ, որ դու ոչ մի բանի կարիք չզգաս։ Սկսած տեխնիկայից, սկսած այդ, ասենք, այդ թեյնիկի ձևը, հարթուկի ձևը եւ այլն, այս բլենդերը, այս եւ այլն բաները, ամեն ինչ ինքը նոր առավ, ամեն ինչ սարքեց, ճաշակով, սիրուն, ու մենք շատ կուլտուրական, մեր բաները, զգեստները միայն վերցրեցինք, դրեցինք ճամպրուկները եւ գնացինք տուն, տունը արդեն լրիվ մեզ էր սպասում, ամեն ինչ դասավորած էր, մեր զգեստներն էլ դասավորեցինք, որտեվ այնքան ենք մենք տանջվել այդ տներ գնալուց, այդ վեշերը տեղա, այն ժամանակ չկար այտենց որ կանչեին, գային, չկան, հիմա տեղեր կան, որ կան, մենք ինքներս, ես իմ աղջիկների հետ, աղջիկներիս ընկերուհիները, տղա ընկերները, բաները տենց օգնում էին, բայց շատ ենք տանջվել այդ իմաստով։ Հետո իսկ հիմա ամեն ինչ այսպես ասած քաղաքակիրթ ձևով ենք անում։ Տիկին Արև, նշեցիք, որ ամեն ինչի գնացել եք, որ այդ ընթացքում ձեր երեխաները որևէ բանի պակաս չունենան։ Հետաքրքիր է, այդ շրջանում ո՞րն էր ձեր շարժիչ ուժը, ինչն էր ձեզ ուժ տալիս ու երբևէ եղել է, որ կոտրվեք, որքան էլ որ հումորով եք, որքան էլ որ ուժեղ կին եք երևում։ Ընդհակառակ, չեմ կոտրվել։ Գնացել եմ չեմ էլ ուզում տենց բարձրաձայնեմ, էլ ուրիշի տուն եմ մաքրել, էլ խմորեղենի ինչ-որ կրեմներ եմ քսել եւ այլն, նախ առաջին հերթին, որպեսզի երեխեքին տրանսպորտի փող տայի, որովհետեւ այս ժամանակ դե գիտեք, տրանսպորտ էլ չկար եւ այլն, բայց միշտ ասել եմ ծիծաղով, հումորով եւ ուրախ ենք մենք ապրել, երեխեքն էլ այնց կապրիզներ չեն, եթե հանկարծ մեկը տենց կապրիզաներ, մի կոպիտ, մի վիրավորական խոսք, ես այդտեղ ինձ կկորցնեի, չէ, բայց իրանք էլ իմ թիկունքին են եղել, դրա համար մենք շատ դժվար կյանքով ենք ապրել եւ շատ դժվարությունների մեջով ենք անցել, որ կարողացել ենք հասնենք սրան։ Եվ նույնիսկ գիտեք, այսպես այս դերասանական կարիերանն էլ իմ, ասեմ, ես երևի թե 30-ից 40-ից հետո եմ սկսել, որ թե խաղալ, թե նկարվել, թե թատրոնում լավ դերեր խաղալ, մի քանի շատ լավ դերեր եմ ունեցել, խաղացել եմ 40-ից հետո, որտեվ մի դուետ է էլի, ոնց որ ժամանակ չունեի, դե թատրոնն էլ այն ժամանակները գիտեք ինչ էր, հետո կամաց բոլոր հարցերում, արդեն հիմա իմ աղջիկներն էին ինձ օգնում, իմ աղջիկներն էին թև ու թիկունք լինում։ Դրա համար ես էլ իմ ընտանիքի պատմությունը եղավ, չգիտեմ, կարծես թե Տաթևը ձեր տղան է։ Տաթևը իմ տղան է, ես միշտ իրան ասում եմ, Տաթև ջան, դու իմ ամուսինն ես, իմ կեսուրն ես, իմ տղան ես, իմ քնքուշն ես, բայց որ ջղայնանում։ Ինքը ինձ համար շատ կարևոր չգիտեմ, երեխա դուստր ասելը քիչ է էլի իր հարցում,
Շուշանն էլ իր է, Շուշանն էլ մեր շատ խելացի, շատ լավ տիրապետում է բժշկությանը, միշտ զանգում ենք, ասում եմ Շուշան, ես ինչ բան ասեց, մամա խո ես բժշկուհի չեմ, լավ ասում եմ, դու գիտես մեզ բարի խորհուրդներով, բանով, չէ, իրենք կայացան եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Թատրոնում էլ տեսնում եք Տաթևիկի հաջողությունները ինչպես։ Այո, Տաթևիկի հաջողությունները թատրոնում, Շուշանինը եւս թատրոնում եւ էկրաններին է։ Շուշանիկը, որ նաեւ սկսեց ռեժիսուրայով զբաղվել եւ գիտեք ինչ, որովհետեւ ինքը խաղացող դերասանուհի է եւ իրան ինքը խաղում էր այն ժամանակ այդ մութ տարիները, այդ ինստիտուտի տարիներին ինչեր ասես, օրը 3-4 ներկայացում էր խաղում, փոքրիկ իշխան էր խաղում, դրանից հետո հեքիաթ էին խաղում, դրանից ու խաղում էր ինքը շատ էր խաղում ու հիմա երբ որ այդպես շատ խաղալու հնարավորություն չկա, մի քիչ չեմ ուզում վատ խոսեմ, բայց ուզում եմ ասեմ, որ շնորհքով մարդը հիմա չի գնահատվում, ասեմ իմանաք։ Ինքը իր այդ ամբողջ դերասանական կարողությունները տալիս է այն դերասաններին, որոնց հետ բեմադրություն է անում։ Դրա համար երբ որ իր ներկայացումները նայում ես, ասում ես, «Մորտես ինչ լավն են դերասանները»։ Ասենք ես գիտեմ իր ենթադրենք ես ինչի հնարավորություն է, ինքը այդքան լավը չէր։ Մանրակրկիտ աշխատում է։ Հա։ Եվ ձեր ընտանիքում կարծես թե սերիալներում նկարահանվելը եւ չնկարահանվելը երկու մասի է բաժանված։ Դուք նկարահանվում եք սերիալներում, սակայն Տաթևի դեպքում կտրականապես Տաթևը մի անգամ փորձեց սերիալում նկարվել, իրան դուրս չեկա ոչ այդ մթնոլորտը, ոչ այդ սցենարը, ոչ այդ, չգիտեմ, ասեց վсё։ Էլ ինձ խնդրում եմ չկանչեք սերիալ եւ չգնաց։ Կատեգորիկ այդ երեխեն չգնաց։ Իսկ ինչպես է լինում քննարկումները ձեր տանը, օրինակ երբ ձեզ են հրավիրում ինչ-որ սերիալում նկարահանվելու, վստահ եմ քննարկում եք, բանակցում եք։ Հա, քննարկում ենք, ասում են դե Ելենա Աշակյանի ես դերասանուհի եմ։ Փոքր ժամանակվանից իրեն գիտեմ, հայորդաց տուն էր հաճախում ինքը այն ժամանակ, ես մանկավարժ էի ու ես Ելենայի ասում եմ, դե Ելենայի դերասանուհին է, պարզավոր լավ դերերը, գիտեք ինչ դրամատիկ դերերը, այսինքն խաղարկուն դերերի համար ինքը անպայման ինձ է կանչում, որպեսզի արդյունքը լինի։ Հիմա ես այսքան տեղը որ եկա, այնքան սիրով էին ինձ պատասխանում, բոլորը ճանաչում են եւ վա ինչքան լավն եք, ինչքան ճիշտ եք խաղում, ինչքան գիտեք ինչ եւ այդ ասողների մեջ շատ խելոք մարդիկ եմ տեսնում, բժշկուհիներ եւ այլն, նաեւ տեսնում եմ այն մեր լավ թոշակառուները մեր տարիքի արդեն, որ նայում են, զբաղվում են եւ միայն իրանք հաջողություն են ինձ մաղթում, առանձնապես չեն նայում, բայց այդ մեկ ասում եմ մի հատ նայեք էլի այս տեսանը, տեսեք ինչ լավն է։ Այսպես է, տենց որ ասեմ չէ, նստում ենք, քննարկում ենք, գնամ թե չգնամ, բանը տենց չկա։ Եթե սերիալ է, ես էլ միշտ ասում եմ, երեխեք ջան, մեծացել եմ արդեն։ Հիմա ես ուզում եմ ամեն ինչ անել, որտեղից էլ հրավիրում են փոքր դերով, մեծ դերով եւ այլն, ես գնում եմ։ Ուզում եք վայելել, այս բարեկամ։ Ուզում եմ տարիները, ինչ իմանաս, կյանքա ինչ կլինի։ Ու միշտ ասում եմ Գոնե Թումանյանի այդ ասածը միշտ ասում եմ, գործն է անում, լավ իմացեք, ասում եմ գոնե մի փոքրիկ մի բան թողեմ էլի ինձանից հետո։ Մի փոքրիկ չէ, շատ մեծ անուն եւ շատ մեծ գործունեություն եք Շատ հաճելի է լսելը, շնորհակալ եմ։ Աշխատում եմ համեստ մարդ, հարմարվող մարդ, շատ նվիրված տատիկ, շատ նվիրված, բայց չգիտեմ, ես նույնիսկ նենց անհոգ երեխա էի, փոքր ժամանակ թռվռում, երգում, պարում, մի արևիկ էր, մի բակ, մի արևիկ էր, մի դասարան, մի դպրոց, ու երբ որ ես ամուսնացա եւ երեխա ունեցա, այն ինձ ֆանատ էի երեխես դողում բան, սա այ աղջի դու հետ երբ այդպես մամա դարձա, հետաքրքիր էր ինձ համար, դողում էի եւ պանիկայի մեջ էի ընկնում երեխուն շատ այդ ձևով էլ մեծացրել եմ, գիտեք, միշտ դրա համար, իսկ հիմա էլ որ արդեն երեխեքը իրանք մեծացել են, շատ բաներ ինձ չեն ասում, շատ բաներ, թեկուզ իրանց երեխեքի հարցում, թորնիկներից համար էլ եմ դողում,
ու չեն ասում, որտեղ գիտեն, ես ինձ կարող եմ մի հատ ռեակցիա տամ, ինձ կարող է պայթեմ, ինձ կարող է բազելով գնամ առաջի օգնությունը ցույց տամ, ճանապարհին շրխկալով ընկնեմ, դեղը ձեռիցս ընկնի կորի, այդպիսին է։ Էմոցիոնալ եմ ահավոր եւ դրա համար ասում են նստի տեղ, հիմա էլ հենց այդ է, էլի տենց ընկել եմ շատ վատ, այս ձեռքս էլ վնասվել է, ասում են, որովհետեւ չես հանգիստ չես քայլում։ Շուշանի բալիկները ձեզ հետ չեն ապրում։ Չէ, իր մամայի հետ են ապրում, բայց դե ամեն օր օրվա այս ժամին գալիս են, սիրում են։ Ես ասեցի դե գնացեք արդեն դուք դե 3 տարի ու կես մեր տանը ապրեցին։ Դասավորեցինք այնպես, մի սենյակը տվել էինք, ասցինք ես ձեզ վարձով ենք տարի, խնդրում ենք, դասավորեցինք 3 տարուց ավել բնակվեցին մեր տանը, այդ վարձերից բաներից ազատեցինք։ Եվ այդ ընթացքում արդեն Տաթևիկը անցավ իր երկրորդ տանը։ Հա, եւ ստացվեց, մի տուն առանք, մեկը ծախեցինք, ավելի մի քիչ թանկ, մի քիչ էժան, դες այդ բաները կարող ես նաեւ Եվ ունեցավ տուն իմ աղջիկը, եւ ես վերջերս էլ հենց չէին սպասում, ով գնացել էին, իմ ընկերուհիները բաները տես, վայ, նենց էին ուրախացել, զանգում էին, այս շնորհավորում եք, այդ ինչ լավ բան եք արել, ասում եմ, բա, մենք արդեն վերջին հաշվով ինչքան կարելի է տուն չունենալ, դրա համար շատ ուրախ եմ։ Ես եւս ուրախ եմ, վստահ եմ Շուշանի հետ շատ շուտով կհանդիպենք եւ Շուշանն ինքը շատ շնորհակալ է, միշտ խոսում է իր քույրիկի մասին, հրաշալի քույրիկներ են, հրաշալի, գիտեք, ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այդքան իրանք կարող է մտերիմ լինեն, նախ տարիքային 5 տարվա տարբերություն ունեն, նա 77 թիվա, Տաթևը 83, այսինքն 6 տարվա, եւ հետո չէի պատկերացնում, բայց այնքան նվիրված քույրիկներ են, այնքան սիրում են իրար, որ ես այդ իմաստով եմ հանգիստ։ Բնականաբար։ Տիկին Արև եւ իմ հաղորդման վերջում ես մշտապես հարցնում եմ, թե որն է հյուրիս համար բացարձակ արժեք։ Այս պարագայում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Դե գիտեք, երևի ես այսքան որ պատմեցի, ինձ համար հենց այդ բացարձակ արժեքները, թե ընտանիքներ, թե իմ երեխաներն էին, թե իմ բայց ամենակարևորը բացարձակ արժեքը դա իմ մասնագիտությունն է, իմ աշխատանքն է, եւ ես շատ կուզենամ, որ ինչքան էլ որ ապրելու եմ, թատրոնում մնամ, դերերս խաղամ, դա ինձ համար արդեն կլինի բացարձակ արժեքը։ Մնացածն էլի կարելի է այդպես անվանել, բայց որպես մարդ, որպես անձնավորություն, որպես արվեստագետ, ես գտնում եմ, որ դերասանը շատ սիրում է անպայման դերեր խաղալ, եւ դա էլ հենց կլինի իր, այսպես ասած, բացարձակ արժեքը։ Շնորհակալ եմ Տիկին Արև գալու համար, շնորհակալ եմ նման հետաքրքիր եւ լավատես զրույց ունենալու համար։ Ես կարծում եմ, որ ձեր կյանքի բոլոր հաջողությունները եղել են հենց նաեւ ձեր լավատեսությունից։ Բացի այն, որ դուք հումորով մարդ եք, այլ նաեւ շատ դրական ու լավատես մարդ եք։ Հա, այդ շնորհակալ եմ նախ ես էլ իմ շնորհակալությունը հայտնեմ հրավերի համար, շատ հաճելի էր, սիրուն հագնվեցի, եկա զրուցեցինք, հիշեցի այսպես ասած իմ մանկությունը, իմ սկսած ծնված օրվանից մինչև այսօր, եւ աշխատում եմ իմ լավատեսությամբ երբեք ոչ մի րոպե երեխեքին կամ որևէ մեկին, նույնիսկ իմ փոքրիկ խումբ ունեմ թատերական, նրանց մեջ էլ եմ դա ներարկում։ Լավատես եղեք, միշտ իմացեք, որ բարին հաղթելու է։ Միանշանակ։ Շնորհակալ եմ գալու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար, Անահիտ ջան։ Իսկ ես իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ։ Կհանդիպենք։